Յուրաքանչյուր հայ Հայաստանում, նաև Սփյուռքում պետք է հատուկ ուշադրություն դարձնի նշանակություն դա Ադրբեջանի կողմից առաջ քաշված այս արևմտյան Ադրբեջան գաղափարին։ Նայեք, սա վերացական ինչ-որ մի բան չի, սա լուրջ ծրագիր է Ադրբեջանի կողմից եւ նրանք բավական վճռական են սա իրականացնելու։ Եվ դրա իրականացումը այսօրվա իշխանությունների գոյության պայմաններում օրից օր զգում ես, որ շատ ավելի ռեալ է դառնում։ Փաշինյանը Հայաստանը Սալամեի նման, Կալբասի նման շերտ գդրում եւ հանցնում է Ադրբեջանին։ Իր իսկ գրծքին խփած այդ Հայաստանը ինքը դեռ շերտ գդրում եւ հանցնում է Ադրբեջանին։ Այսօր ադրբեջանական բանակը մխրճվել է Հայաստանի տարածք արդեն օկուպացրել է եւ նվատակ չունեն հետ քաշվելու։ Նրանք գտնվում են ջերմուկի բարձունքներում, շինքի բարձունքներում, Տավուշում։ Փաշինյանը արդեն Մեղրիում Միջանցքի վրա մեր հայկական հսկողությունը հանցնել է երրորդ կողմի։ Դա էլ ենք կորցրել։ Վերջերս հենց Սյունիքում իր արած հայտարարությունը իբր որ պաշտպանում է Սյունիքը եւ հանգստացնում է ժողովրդին, թե այդպիսի հարց չկա, Սյունիքը Հայաստանի անբաժան մաս է, այդ հայտարարությամբ նա արդեն ինքը խոստովանություն է անում, որ ինքը այդ հարցն է դաբալել։ Այդ հայտարարությամբ ինքը Սյունիքը արդեն վիճելի տարածք դարձրեց։ Ադրբեջանցիք էլ լսում են, չէ՞։ Դուք բնական գնայիք, այդ որ նա Վայոց ձորում կամ Շիրակում ասեր Շիրակը Հայաստանի անբաժան մաս է, ինչի այդպիսի հարց պետք է ծագի որևէ մեկի մտքում, ուր մնաց երկրի ղեկավարի մտքում։ Դա նշանակում է ինքը բանակցություններում լավ գիտի, որ իր առաջ այդ խնդիրն է նաև դրվել։ Եվ մի օր առաջ ընդամենը, երբ Հայաստանի քաղաքացին նրան ուղիղ հարց տվեց, որ արդյոք թե տարածքներ դուք պատրաստում եք տալ Ադրբեջանին, նա փորձելով մանիպուլացնել հարցը, արձվաշեն վերադարձնել անկլավներ եւ այլն, մի խոսքով ասեց այո, թե տարածքներ ենք տալու։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց կա, այդ անկլավները, այսպես կոչված, որոնք գոյություն չունեն եւ դրվի Ադրբեջանին, Ադրբեջանիկ նստելու են երկու կարևոր ստրատեգիական ճանապարհների վրա, մեկը թեպի Իրան տանող, մյուսը թեպի Վրաստան տանող, մենք մեր ամբողջ աշխարհակաղակական դիրքն ենք կորցնելու։ Ես սա վերջ չունի, սա սողացող գործընթաց է։ Սիրելի հայրենակիցներ, մենք եթե այսպես շարունակվի, սա սողացող գործընթաց է, միանգամից չի լինելու, սա պետք է հենց հիմա կանգնացվի։ Ես սա հնարավոր է կանգնացնել միայն ու միայն մերժելով Նիկոլ Փաշինյանին, որտեղ այս բոլորը միայն ու միայն մի մարդու Փաշինյանի պայմանավորվածությունների հարց է։ Ցույց տվեք ինձ արգա այդ փաստաթղթերը, որոնք նախաստորագրվել են կամ ստորագրվել են, եթե կա խոսք ինչ-որ անկլավների մասին, չկա չէ, բայց այս մարդը ասում է, որ դալու ենք, դա ուր է գրվել, ոչ մի տեղ, սա Փաշինյանի խոստումն է ընդամենը։ Փաշինյանի գնալով այս խոստումները հոտ չեն ցնցելու, ոչ ոք չի կարող նոր իշխանություններին ինչ-որ բան բացատրի։ Ադրբեջանը չի համարձակվի անկլավների խնդիր դնել, որովհետև եթե ինչ-որ սովետական քարտեզով անկլավների հարց կա, ուրեմն այդ նույն քարտեզով կա նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հարց, չէ։ Ընդամենը այդ հարցը դնելով Ադրբեջանը հետ է կանգնելու։ Սա ամենավարձ պրիմիտիվ դիվանագիտական քայլի մասին եմ ես ասում, բայց այս մարդը Փաշինյանը չի գիտակցում, չգիտի, չի կարող, վախենում է, նա ինչ-որ ճնշման տակ է, կոմպրոմատներ կան միգուցե իր դեմ։ Այս գործընթացը պետք է կանգնի։ Սիրելի հայրենակիցներ, այո, ձեր սոցիալական խնդիրները շատ կարևոր են, բայց այդ հարցերն էլ ընդդիմությունը շատ ավելի լավ է լուծելու։ Փաշինյանն է ձեր սոցիալական խնդիրները խորացրել։ Ես նայում եմ բոլոր գլխավոր ընդդիմադիր ուժերում ֆանտաստիկ լավ սոցիալական ծրագրեր կան, գլուծվեն այդ հարցերը, դրանով մի մտահոգվեք։
Մտահոգվեք այսօր այս խնդրով, սա կարևորագույն խնդիր է եւ այս հարցի լուծումը միայն ու միայն Փաշինյանի գնալով է լուծվելու։ Պատերազմ չի լինի, որտեղ դու որևէ բանից չես հրաժարվում։ Փաշինյանը չկա, Փաշինյանի խոստումները չկա, այս անկլավների բնակեցման այլ խնդիրները, որ մեզ համար սպառնալիքներ են, որևէ փաստաթղթում դեղ չունի, այնտեղ չեղարկելու հարց չկա, որ հանկարծ մեկը մանիպուլացնի ու ասի, որ այս հարցերը եթե հանեք սեղանից ինչ-որ պատերազմ կլինի, ոչ, սրանք արդեն հայկական Հայաստանի սուվերեն տարածքի խնդիրներ են։ Խնդրում եմ այս հարցին հատուկ ուշադրություն դարձրեք։ Գներեք մի քիչ սկացական եմ խոսում, բայց սա արդեն այն սահմանն է, որ չենք կարող անցնել, որովհետև այստեղ հայրենիքի խնդիրը նորից եմ ուզում հիշեցնեմ եւ դրանով ավարտեմ։ Սա մի անգամից ըրնող հարց է, սա սողացող է։ Կարող է այդ բադակույն երևույթը ես չտեսնեմ, չգիտեմ, նույնիսկ հաջորդ սերունդի որոշ տարեցներ, բայց մի օր մեր զավակները, մեր թորները հայրենիք չեն ունենալու, եթե այս գործընթացը այսօր վաղը հունիսի 8-ին չկանգնացնենք։ Եվ մենք հնարավորություն ենք դա կանգնեցնելու միայն ու միայն մերժելով Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի գնալով այդ շարունակվող սողացող մեր սուվերենության տարածքների գորուստը հավատացեք կանգնելու է։